Բարի երեկո ժողովուրդ ջան։ Հիմա կզրուցենք ժողովուրդ ջան, հուսով եմ ձայնի խնդիր չունենք։ Նորից բարի երեկո նրանց, ովքեր արդեն միացել են, եւ բարի գալուց նրանց, ովքեր նոր պիտի միանան։ Զարմանալի ժողովուրդ ենք, սիրելի հայր, ես գիտեք, օրի այսպես շաբաթ, ամիս թե YouTube-յան իմալիքը համացանցի այսպես տվյալներով եթե նայենք, այդքան էլ երկար կյանք առայժմ չունի, հա մի քանի ամսվա պատմություն ունի, բայց ամիս այսպես մտածում ես հետևորդները շատանում են, հիմա ավելի adekvat ժողովուրդը կշատանան, բայց զարմանալիորեն ես ամեն անգամ ես բացահայտում եմ, թե ինչ փնթի մասսա է ապրում մեր մեջ, սիրելի ժողովուրդ, որի մենք չենք ճանաչել, մենք սրանց տեղը չենք իմացել։ Ամեն անգամ, ամեն նոր հաղորդման հետ, ամեն անգամ նոր թեմայի մասին զրուցելով, այսպես իմի բերելով, հասկանալով, որ որևէ քաղաքական երանգներ չկա, որևէ այսպես չակերտավոր սրբերի եւ անսրբերի անուններ ես չեմ տալիս, ոչ մեկի այսպես քաղաքական ոսկե հորթին չեմ կպնում, ինձ հետաքրքիրել չեն դրանք, բայց միևնույն է հասարակության մեջ փնթի մի զանգված կա, որ պարտադիր փորձում են մարդուն, ասենք, ոտնատակ տալ, թեև չես հասկանում ինչի համար։ Սա ներողություն այս նեգատիվ նոտայով սկսելու համար, սիրելի ժողովուրդ, բայց ես էլ մարդ եմ, նյարդերը չգիտեմ ինչքան կդիմանամ, բայց ուզում եմ այս փնթի մասսային մեկ անգամ եւս զգուշացնել, սիրելի հարգելի դեբիլոիդներ, ես ձեզ խոստանում եմ, դուք բացարձակ տեղյակ չեք ում հետ ինչ լեզվով եւ ինչ տոնով եք խոսում։ Տետատետ հանդիպման ժամանակ 45 վայրկյան ոտքի վրա չեք մնա, սիրելի դեբիլներ, կամ զանգեք հեռախոսահամարներ, կամ խոսենք, զրուցենք, կամ էլ ես չեմ հասկանում այս ամեն ինչի իմաստը։ Հիմա անցնենք բուն թեմային, սիրելի ժողովուրդ, բայց ամեն ինչից առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այսպես ինտենսիվ միանում են մեզ, բաժանորդագրվում են էջին, բոլոր նրանց, ովքեր adekvat, չափի մեջ, շատ քաղաքակիրթ ասում են, խոսում են, բանավիճում են, մարդիկ կան համաձայն չեն մտքերի հետ, բայց այնքան գեղեցիկ են շարադրում այդ ամեն ինչը եւ հասկանում ես, որ այս հասարակության մեջ թեև քիչ տոկոսով, բայց կան դեռևս այդ կրթված, դաստիարակված այդ սերունդը կա գոյություն ունի, սիրելի ժողովուրդ, եւ ասեմ ձեզ կան նաեւ մեր սերնդի մեջ, այսքան որ անուն ենք դնում, այսքան որ այսպես հասարակություն, նախ այդ հասարակությունն ինչ է իրանից ներկայացնում, սիրելի ժողովուրդ, այդ հասարակությունը միևնույն քաղաքական միավորի մեջ, նույն քառակուսի մետրի մեջ, հա, ժողովրդային խումբն է, որը ղեկավարվում է նույն իշխանության կողմից, որը դավանում է, այսպես եթե կարելի ասել, նույն մշակույթը, նույն ավանդությունների կրողն է, սա կոչվում է հասարակություն։ Բայց հասարակությունը եւ մենք հայերս այս կատեգորիայում մենք իհարկե բացառություն չենք, բոլոր հասարակություններում էլ այդպես է, բաժանվում է տարբեր խմբերի, այսպես բարձր ցածր, այսպես իմ ու քոն են անում, ինչումն է մեր հասարակության մեջ այդ բաժանումների վտանգը, որովհետև մեր առջև կանգնած մարտահրավերները, սիրելի ժողովուրդ, օր-օրի գնալով ավելի ու ավելի վտանգավոր են դառնում նրանք, ովքեր հետևում են լիբանանյան իրադարձություններին, նրանք, ովքեր հասկանում են, թե ռուսը եւ թուրքը ինչ են անում արևմուտքի հետ, այսպես ասած, իսրայելական այդ ճակատում, հա, հասկանում են, որ այս խաղերի մեջ թե այսպես եղել է միշտ։ Արցախյան պատերազմների ենթատեքստերում միշտ եղել է արևելյան, այսպես ասած, հետագիծ, միջին արևելյան հետագիծ է եղել միշտ։
Հիմա այսպես որ հետևում ենք այս լիբանանյան իրադարձություններին, շատ վտանգավոր խաղ է սպասվում, բայց հայ հասարակությունը չգիտես ինչի են ժողովրդական խոսք ունենք, հա, մեր լեզվով դավանում ենք էշի ականջում քնած։ Հիմա ամեն անգամ ես երբ որ ինչ-որ հաղորդում եմ անում, նախ սիրելի մարդիկ, սիրելի մեկնաբանողներ, չի կարելի մի հաղորդում շորթեր գոյություն ունենա, YouTube-յան շորթեր, սրանք կոչվում են շորթեր։ Շորթ, այսինքն հայերեն ասված, կարճ ինչ-որ հոլովակներ, որոնք կտրված են հաղորդումներից։ Դուք նայում եք 20-30 վայրկյանանոց ինչ-որ հաղորդում եւ դրա հիման վրա ինչ-որ կես ժամանոց ինչ-որ մեկնաբանություն է գնում։ Էջ կա, ալի կա, հետևեք կամ այդ 20-30 րոպեանոց այդ շորտ կոչվածի հղումով անցեք, դիտեք ողջ հաղորդումը, որպեսզի կոնտեքստից ինչ-որ բան չկտրեք, ու այս մարդուն մեղադրեք, ասեք դու հակառոս ես կամ դու պրոարևմտյան ես կամ ես կամ են ես։ Հնարավոր բոլոր լեզուներով կրկնում եմ, սիրելի հայեր, հակա եւ պրո որևէ ոչինչ, որևէ հետագից որևէ դավանություն այսպես չկա իմ թիկունքում, իմ արած գործի մեջ, իմ դատողության մեջ չկա, գոյություն չունի։ Ես սովետական միության անկումից հետո ապրել եմ արդեն 3, վերապրել եմ կարելի ասել արդեն 4 նախագահների, 4 պետության ղեկավարների եւ որևէ ընթացքում անկախ ամեն ինչից, անկախ պետության վիճակից, անկախ այստեղից պատերազմներ, պատերազմ չէր, ինչ էր, ոնց էր, որևէ քաղաքական ուղղորդվածություն չեմ ունեցել, որևէ կուսակցական պատկանելություն չեմ ունեցել, կրոնական, չգիտեմ ինչական, որևէ պատկանելություն չեմ ունեցել, սիրելի ժողովուրդ, ձեր համար զարմանալի է, որ մարդը կարող է որևէ մեկի, ասենք, չգիտեմ, այսպես չհարել կամ ասենք, չգիտեմ, արդի քաղաքական լեզվով ասած անվերապահորեն վստահել։ Ես որևէ մեկի անվերապահորեն չեմ վստահում, խոսքը քաղաքական իշխանությունների մասին եւ ընդհանրապես։ Ինչից եմ ուզում սկսել։ Այս հասարակությունը, սիրելի ժողովուրդ, արդեն ասացի, ինչպես նաեւ մնացած բոլոր հասարակությունները, ընթացքում 91-ից վեր, երբ որ առաջ եկավ Արցախյան պատերազմը, Արցախյան այդ ազատագրական շարժումը, որոշակի հաջողությունների հասանք մենք։ 94 թվականին կնքվեց հրադադարը կամ զինադադարը, թեև զինադադար եւ հրադադարի միջև շատ մեծ տարբերություն կա, բայց ես հիմա դրա մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ եթե խոսեմ դրա մասին, շատ փակագծեր կբացվեն, որոնք մնացին սովետական հատուկ ծառայությունների փոշու տակ։ Խոսքը 94 թվականին կնքված այդ պայմանագրի մասին է, որը զինադադար կամ հրադադար, այս տարբերության մասին ահագին երկար պիտի խոսվի, հիմա դրա ժամանակը չի։ 94 թվականից վեր, սիրելի ժողովուրդ, հիմնականում մայիսի 8-ից վեր, երբ որ կնքվեց այդ փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության հասարակությունը արդեն կրած լինելով հազարավոր զոհեր, դրանից առաջ մենք ջարդեր էինք տեսել Սումգայիթ, Բաքու, օղակ օպերացիան, չգիտեմ, երկրաշարժը, չգիտեմ, մեր սերունդը եւ մեզանից ավելի մեծերը կհիշեն օդանավակայանի հայտնի դեպքերը, հա, այդ բախումները, այդ ինչերի միջով անցանք, ինչերի եկանք 94 թվականից վեր, որոշակի հաջողությունների հասնելուց հետո հասարակության մեջ դրվեց հաղթողի այս ենթագիտակցական կերպարը։ Մենք հաղթեցինք, մենք հաղթեցինք, մենք հաղթեցինք։ Նախ մենք կնքել էինք հրադադար։ Կնքվել էր փաստաթուղթ, որ կրակը դրանով դադարեցվում էր։ Հաղթանակների դեպքում թշնամին կապիտուլացվում էր։ Կապիտուլացիա, բերում էին, ստիպում էին, ասում էին նստի, սա ստորագրի։ Բայց հիմա չեմ ուզում անդրադառնալ այդ ռազմական մանր մուներ, ասենք այդ ենթատեքստերին։ Խոսքը հասարակության ինտելեկտուալ մակարդակի մասին է, ինչպես դրվեց այդ ինտելեկտուալ մակարդակի հիմքը 94 թվականի մայիսից վեր, երբ որ կրկնում եմ ժողովրդի մեջ նստեց այդ հաղթողի կերպարը։ Մենք հաղթեցինք, մենք եկանք տուն։ Ուրեմն Վիետնամյան պատերազմից հետո, սիրելի ժողովուրդ, երբ որ ամերիկացիները խայտառակ, այսպես հիմնավոր շատ կետեր կան, որոնց մասին իհարկե առանձին թեմաներ են այս ամենը, ես ձեզ մի օր կպատմեմ, թե ինչպես Վիետնամյան պատերազմը կասեցվեց եւ ինչպես էր Լինդոն Ջոնսոնի այդ
աշխատակազմը պարզապես հրահրել վիետնամյան պատերազմը եւ ինչ հետք ունեին այստեղ հայերը։ Կոնկրետ ավելի կոնկրետ մեկ մարդու մասին է խոսքը, բայց սա ուրիշ թեմայով։ Հիմա տեսեք, երբ որ ամերիկացիները Վիետնամից վերադարձան տուն, ԱՄՆ-ում հասկացան, որ տարիներով պատերազմի մեջ ապրած զինվորականները շատ դժվար են վարժվելու քաղաքացիական կյանքին։ Կռիվներ, ջարդեր, կրակոցներ, մարդասպանություններ, դաժանություններ, որոնց մասին իհարկե չի խոսվում, չի ասվում։ Եվ սկսեցին կազմավորվել ինստիտուտներ, հատուկ ինստիտուտներ, սկսեցին աշխատել հոգեբանների մի պրոֆեսիոնալ թիմ, կազմակերպվեցին հնարավորինս արագ կազմակերպվեցին շատ ինստիտուտներ, որոնք վերահսկում էին վիետնամյան պատերազմից տուն վերադարձած զինվորից մինչև սպա։ Ինչու՞մն էր այս վերահսկողության խնդիրը, որ պատերազմը մնաց թիկունքում։ Հասարակության մեջ գեներալ ես, մարշալ ես, զինվոր ես, ով ես դու դառնում ես քաղաքացի։ Այսինքն պատերազմի եւ խաղաղության այդ նժարները հստակ տարբերել էր պետք։ Հստակ պետք էր տարբերել, որ եթե դու գնացել ես այնտեղ հասել ես զորավոր հաղթանակների, հա, ինչպես հին Հռոմում էին անում, ես մի անգամ ձեզ պատմել եմ դրա մասին, որ երբ որ կայսրը վերադառնում էր պատերազմից, այդ ստրուկը պարտադիր կամախքը գցում էր կայսեր ոտքերի տակ եւ ասում էր հիշիր, դու ընդամենը մարդ ես, սովորական մահկանացու։ Հիշեցնում էին սա կայսերին, որ կայսրը անկարծ չպարտանար, չգոռոզանար, իբր ես հաղթանակներով վերադարձել եմ տուն։ Լավ ես արել, որ հաղթանակներով վերադարձել ես տուն, բայց պատերազմը մնաց թիկունքում։ Հիմա տեսեք, Պոնտոսի Միհրդադ 6-րդ Եվպատոր թագավորը, սիրելի ժողովուրդ, իմիջիայլոց Տիգրան Մեծի աներն էր այս մարդը, շատ էր վախենում հռոմեական կայսրության երդվյալ թշնամիներ։ Այս մարդը շատ էր վախենում, ֆոբիա ուներ։ Գիշեր-ցերեկ մտածում էր, որ իրեն անպայման թույնելու են, անպայման։ Պատմության մեջ հետո այս մարդը մնաց թույների արքա անունով, նրան կոչում էին թույների արքա։ Միհրդադ Եվպատորը վախենալով, որ իրեն պարտադիր մի օր թույնելու են, սկսեց թույների կամաց այսպես փուճուր չափաբաժիներ օգտագործել։ Նրա անձնական բժիշկը հատուկ դոզաներով կամաց, նրանք ովքեր պատմությանը տեղյակ են, գիտեն այս պատմությունը։ Միհրդադ Եվպատորին փոքր չափաբաժիներով թույն էր մատուցում։ Այս փոքր չափաբաժիներով թույնը հասավ այն աստիճանի, որ Միհրդադ Եվպատորը արդեն բացարձակ իմունիտետ ուներ թույների նկատմամբ։ 94 թվականից վեր հայ հասարակության ինտելեկտուալ այդ մակարդակի մեջ սկսեցին մանր դոզաներով թույն խառնել։ Հաղթողի կերպարը, որպեսզի գնահատվեր ինտելեկտուալ մակարդակի վրա, այսինքն ինչ է նշանակում հաղթել ենք, այս հաղթությունը պետք է պահել, բայց որպեսզի մարդը չկարողանա պահել այդ հաղթությունը, մարդու ինտելեկտուալ մակարդակը պետք է իջեցնել այնքան, որ հպարտության եւ գոռոզության սահմանները այլևս չտարբերվեն, որ այլևս չտարբերվեն ինքնասպանության եւ ինքնազոհության սահմանները, որ չտարբերվեն սիրահարվածության եւ սիրելու այդ սահմանները, խոսքը երկրի ժողովրդի մասին է, այսպես ռոմանտիկայի մասին չէ։ Այսինքն ինչ է նշանակում սիրահարվել երկրին եւ ինչ է նշանակում սիրել երկիրը։ Ինչ է նշանակում անznազոհ լինել երկրի համար եւ ինչ կնշանակեր ինքնասպան լինել երկրի համար։ Ինքնասպան պետք չէր լինել, պետք էր ինքնազոհություն։ Իսկ ինքնազոհության հազար ու մի դրվագներ մենք տեսել ենք եւ իմիջայլոց բոլոր զինվորներին, բոլոր տղեկին, այն մեծանուն տղեկին, որոնց անունները մենք գիտենք, եւ այն հազարավոր տղեկի հիշատակին, որոնց անունները մենք այդպես էլ չիմացանք, որոնք այդ ինքնազոհությանը գնացին, այս ամենից զատ, սիրելի ժողովուրդ, ինքնազոհությունը պարտադիր չէր կյանքից զրկվելու իմաստ ունենալ։ Սա պետք էր ապրելու իմաստով, այսինքն ապրել ինքնազոհելով քեզ։ Ինչպես ապրել, այստեղ հասարակության ինտելեկտուալ մակարդակը իջեցվեց զրոյական աստիճանի, կրկնում եմ, փոքր թույնի բաժինները բերեցին, խառնեցին, 91, 92, 93 այդ ամենանեղ պահերին, եթե հիշում եք, հասարակության մեջ կենցաղային մեր այդ ամենօրյա այդ լեքսիկոնի մեջ այսպիսի մի արտահայտություն կար, մարդիկ ասում էին մի տնից չենք, մի օրի ենք։
Այսինքն բոլորը գիտեն, որ այդ դարդի շուրջ է, այսպես, հա, բոլորը հավաքվել են, տուն չկար, որ զոհ չունենար, տուն չկար, որ կորուս չունենար, դռան զանգը տալիս էին, մարդիկ տեղները չորանում էին, ոչ հաց, ոչ ջուր, ոչ լույս, ոչ գազ, եւ այս ամեն ինչի մեջ այս ժողովուրդ ասում էին՝ մի տնից չենք, մի օրի ենք։ Սա պատերազմական իրավիճակում, սա այն վիճակում, երբ որ դարդը հասել էր երկինք, արդեն ասացի, չէ, ինչ ասես տեսել ենք, Սումգայիթ ենք տեսել, ջարդեր ենք տեսել, երկրաշարժ ենք տեսել, այդ ամեն ինչը տեսել ենք, այդ օղակ օպերացիա ենք տեսել, Արցախում ամեն օր զոհեր ենք տալիս, կորուստներ ենք տալիս, մի քիչ առաջ էին գնում, մի քիչ հետ էին գնում, ես հիշում եմ մեր միակ տեղեկության աղբյուրը պատից կախ ռադիոն էր, որ անընդհատ միացնում ենք օրվա վերջում ժամը 6-ին, 7-ին այդպես հաղորդում են հայկական զինված ուժերը գնացին այսքան զոհեր տվեցին, այսքան առաջ եկան։ Մեր միակ հույսը դա էր։ Ոչ պետական այրեր ունեինք, որ պիտի կանգնեին Facebook-ով ասուլիսներ տային, ոչ հասարակություն կար, որը պիտի գոռար հաղթելու ենք, այսպես գոռալով ճվալով, պաթոսը իջեցված էր ամենամինիմում աստիճանի։ Հասկանալով, որ մենք շատ, այսպես ռազմական տեսանկյունից շատ ձեռնտու էր այդ ժամանակ մեզ ռազմական տեսակետից, չնայած այդ զոհերին շատ ձեռնտու դիրք ունենք այդ ժամանակ, բայց նույնիսկ այդ ժամանակ պաթոսը իջեցված էր, որովհետև չկար հանրային այդ պրեսին կոչվածը չկար, Facebook-ներ չկային, ինտերնետ չկար։ Երբ որ եկավ 94 թվականը, երբ որ արդեն գրանցվեց այդ փաստաթուղթը գրվեց, ստորագրվեց, ես չեմ ուզում այդ փաստաթղթի անունը տամ, որովհետև կրկնում եմ, այդտեղ լիքը փակագծեր կբացվեն։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց, ժողովուրդը ճանապարհեց իր զոհվածներին եւ վերադարձավ իր կյանքին։ Նրանք, ովքեր վերադարձել էին Արցախից, նրանք, ովքեր թշնամու դեմ կանգնելուց թշնամի նրանց երեսին նայել չէր կարողանում, նրանք եկան եւ դարձան սեփական ժողովրդի թշնամիները։ Թշնամու դեմ կռիվ տվողները դարձան սեփական ժողովրդի թշնամիները։ Եվ տեսեք, դավաճանության գինը ինչումն էր, սիրելի ժողովուրդ։ Դավաճանությունը նա չէր, գիտեք, որ ասեն գնացինք այստեղից մի բան մերը չէր, վերցեցինք, տվեցինք ստեղ, կամ մի բան մերն էր, վերցեցինք, տվեցինք այստեղ։ Հիմա մեր տանը, չգիտեմ, ես հեռուստացույցը վերցեցի, տվեցի հարևանին, մեկն եկավ ասեց ինչ ես տվել, սա դավաճանություն է, ոչ։ Դավաճանությունը նա էր, որ ժողովրդի ինտելեկտուալ մակարդակը իջեցվեց այնքան, որ ամեն անգամ այդ փոքր դոզաներով թույները ընդունելիս ժողովուրդը մի այսպես դիմացկունություն, իմունիտետ ձեռք բերեց վախերի, սարսափների, մահը դարձավ սովորական։ Մի հոգու, երկու հոգու, երեք հոգու մահ մի ժամանակ, երբ որ ցնցում էր այս հասարակությանը, հիմա հազարների մահ, օրական տեսեք փողոցներում ինչքան են մեռնում։ Միայն ասենք այդ ճանապարհատրանսպորտային պատահարներից օրական ինչքան են մեռնում։ Պատերազմներ, չգիտեմ ինչ էր 2020-ի այդ հայտնի փաստաթուղթը, այդ խայտարակ փաստաթուղթը, բայց այդ դոզաները 30 տարիների ընթացքում ինչքան էր բարձրացվել, ինչքան էր ժողովրդի իմունիտետը հասել այն աստիճանի, որ մի մեծ բաժին միանգամից 2020-ին մի մեծ բաժին ասեցին ժողովուրդը պատրաստ է, տվեք, ասեցին այ սիրելի մարդիկ, քաղ տեխնոլոգիաներ կան, ինստիտուտներ կան, աշխատում են մարդիկ, 30 տարիներ այս հասարակությանը պատրաստել են այս օրվան, որ մի մեծ չափաբաժին տան։ 30 տարի այս հասարակությանը պատրաստել են գրամ, 20 գրամ, 30 գրամ, 50 գրամ, 70 գրամ, 100 գրամ, ինչպես Միրդադ եւ պատորներ անում։ Եկավ հասավ մի ժամանակ, երբ որ ասեցին բաժակը տվեք, թող խմեն։ Եվ այդ քաղ տեխնոլոգիաների պատասխանատուները միանգամայն վստահ են, որ հասարակությունը կմարսի այդ թույնը։ Ինչի համար կմարսի, սիրելի ժողովուրդ, կրկնում եմ, որովհետև ինտելեկտուալ մակարդակը իջեցվել էր զրոյական աստիճանից ցածր։ 91 թվականից վեր այս ամեն ինչը արվեց առաջին իշխանությունների օրոք, երկրորդ իշխանությունների օրոք, երրորդ իշխանությունների օրոք հասարակությանը բերեցին մի աստիճանի, որտեղ բացատրեցին շատ պարզ տեխնոլոգիաներով։ Ասեցին սիրելի ժողովուրդ, եթե դուք վախենում եք սովորական, ինչ ասեմ, փողոցային շնիկից, օրինակ, այն տուզիկներից այսպես, որպեսզի ժողովուրդը այլևս չվախենա այդ փողոցային շունիկից,
ժողովրդին պետք էր հայկական գամփր։ Այսինքն, եթե դու տեսնես հայկական գամփր, տուզիկը քո համար կդառնա դրախտային մի կենդանի։ Եվ դրանից հետո տուզիկը ոտդ էլ կծի, գլուխդ էլ կծի, մազդ էլ կծի, տունդ էլ պահի, տունդ էլ չպահի, հարևանին էլ տա ինչ պետք է, հարևանին չտա, ինչ էլ անի այդ տուզիկը, տուզիկի պաշտամունքը բարձրանում է ուղիղ այն մակարդակի, ինչքան որ աճում է գամփրի հանդեպ վախը, սա կոչվում է քաղ տեխնոլոգիա, այսինքն եթե ժողովուրդը չի ընդունում գամփրին, բերեք նրան տանք տուզիկին, իսկ որպեսզի տուզիկը չդառնա ժողովրդի հասարակական այդ խառնվածքի այդ ժողովրդական այդ ամբոստության զոհը, սրա համար պետք է մեզ գամփր։ Գամփրը միշտ հսկելու է, գամփրը պիտի մնա այնքան, որ այդ տուզիկը կամաց իր գործը անելով գնա առաջ։ Այսինքն, սիրելի ժողովուրդ, դիմադիր, անդիմադիր, չգիտեմ, այսպես արեցին, այնպես արեցին, ցույցի գնացին, ցույցի եկան, սա դիմադիր էր, սա անդիմադիր էր, ես կարծում եմ, ճիշտ է, այլաբանորեն, բայց հնարավորինս հասկանալի տարբերակով բացատրում եմ ձեզ, ինչի համար ես չեմ խառնվում քաղաքական որևէ պոռնկության, որովհետև բացատրում եմ, Հայաստանում չկա քաղաքական դաշտ, Հայաստանում կա գամփր եւ կան տուզիկներ, տուզիկներին անվերապահորեն հսկում են գամփրները, հասարակությանը բացատրել են, սիրելի ժողովուրդ, այդ տուզիկը, որ ձեր ոտքից բռնում է, դա խաղալիք է, որովհետև եթե մենք բաց թողենք գամփրին, գամփրը ձեր գլխից կբռնի, եւ սրա համար ժողովուրդը տուզիկին ասում է դու մեր արքան ես, դու մեր ես, դու մեր ես։ Սա արվել է 91 թվականից վեր։ Այս սրա արդյունքում 30 տարիների ընթացքում այդ տուզիկի պաշտամունքը հասել է այն աստիճանի, որ բաժակով թույնը տա ժողովրդի ձեռը, ժողովուրդը խմում է, ասում է շատ էլ լավ էր, ինչ եղել։ Միայն թե պարոնայք, դրսի ուժեր, ներսի ուժեր, չգիտեմ ովքեր, գամփրին բաց չթողնեք։ Մենք պարտավորվում ենք, մենք համաձայն ենք այս տուզիկին, մենք համաձայն ենք սրան, լավն է, վատնա մեր տուզիկն է, մեր տունը պահում է։ Կհաչի, չի հաչի, էդ էլ իրա գործն է, չգիտեմ, բայց գամփրին բաց չթողնենք, որովհետև եթե մեկը կծում է մեր ոտքը կամ ձեռքը, այն մեկը պիտի բռնի մեր գլխից։ Անցյալ անգամ շատ հակասական այդ հաղորդումից հետո, երբ որ ես պատմեցի Քաբուլյան եղբայրների մասին, շատ հակասական մեկնաբանություններ, զանգեր անգամ, զանգում են չեն խոսում, չգիտես ովքեր են, տոմեր հարևաններն էին խառնվել իրար, այն դեպքում, երբ որ ես դրանց մասին որևէ բառ չեմ խոսում, այսքան ժամանակ, արդեն քանի ամիս ես շաբաթ է լինում 2 անգամ կամ 2 շաբաթը 3 անգամ, չգիտեմ, կարևոր չէ այդ պարբերականությունը, հա, որևէ մեկը կարող է ասել, որ ես խոսել եմ ինչ-որ մի երկրից, ինչ-որ մի ազգից, ինչ-որ մի քաղաքական գործից, ինչ-որ մի անուն ազգանուն եմ տվել, ես խոսում եմ գլոբալ թեմաներից։ Ինձ բացարձակ պետք չեն հարևաններ Ադրբեջան, Վրաստան, Պարսկաստան, Ռուսաստան, չգիտեմ, ամերիկաներ, հնդկաստաններ, բացարձակ պետք չի։ Ես խոսում եմ այս ժողովրդի հասարակական պահվածքի մասին, այն մոդելի մասին, որը մոդելը կերտել են ՀՀ իշխանությունները 3+1 ֆորմատով։ Այս մոդելը, որը այսօր կա, գամփրի եւ տուզիկի մոդելը, կերտել են 3+1 ֆորմատով ՀՀ 4 իշխանությունները։ 5-րդը ինչ կկերտի, ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց հասարակության ինտելեկտուալ մակարդակը 91-92 թվականից սկսած իջեցվեց այնքան, կրկնում եմ, որ այս բաժակով թույնը դարձավ մի հրաշալի ըմպելիք։ Մարդիկ ըմպեցին Արցախով, բանով էսպես, տվեցին ու ասեցին դու տենց էր պետք։ Չունեինք, զորություն չունեինք, այդ 2020 թվականի այդ հայտնի տխրարչակ փաստաթղթից հետո մի զինվորականի հետ վիճեցինք, բավական լուրջ վիճեցինք, այս զինվորական մարդը, այս զինվորականը ասեց, ես ամաչում եմ այս համազգեստի համար, որ այսքան տարիներ կրել եմ, ՀՀ զինված ուժերի սպայի համազգեստ, մարդն ասեց, ես ամաչում եմ, ասեց ինչի համար, ասեց, որովհետև ես մենակ ոչինչ չէի կարող անել, ասեցի, բայց ինչի համար մենակ, մարդիկ հազարներով երեխեք են զոհվել, ինչ մենակի մասին է խոսքը, ասեց, ես ամաչում եմ, որ զինված ուժերի բարձրագույն, ասենք, սպայական կազմի մակարդակով, չգիտեմ, շտաբի պետի մակարդակով, չգիտեմ, հրամանատարության մակարդակով, որևէ մեկի անունը չշոշափվեց։ Ես ամաչում եմ նրա համար, որ 18-19 տարեկան երեխեքը գնացին զոհվեցին մենակ նրա համար, որ մենք սպաներով չկարողացանք միասին զուգտնել։
Ես ամաչում եմ ՀՀ զինված ուժերի սպայի անունը չեմ տա, իհարկե բավական էլ այսպես երևացող այդ սպաներից ասեցի լավ ու հենց այս մարդու հետ զրույցից հետո ես սկսեցի փորփրել այս ժողովրդի տոհմածառը բաներ, որոնք ես մինչև հիմա, մինչև այս տարիքից ես չեմ իմացել։ Ես սկսեցի քանդել, սկսեցի փորփրել եւ հետո արդեն 1-2 տարի հետո այս մարդու հետ նորից հանդիպեցինք։ Գրքերի թեմաներ չկար, գրքերը դեռ չէր նախաձեռնել, ասեցի արի մի հատ ես քեզ բացատրեմ, թե դու ինչի համար պիտի ամաչես։ Հիմա մեկնաբանությունների մեջ հաճախ կրկնվող, անընդհատ կրկնվող, վայ քրիստոնեությունը, վայ Գրիգոր Լուսավորիչը, վայ քրմերը, այս սիրելի ժողովուրդ, մեր թվարկությունից առաջ, ուր էր քրիստոնեությունը, ուր էր Գրիգոր Լուսավորիչը, երբ արաբական խալիֆայության լծի տակ հայտնված Պարսկաստանում 600,000 հայեր մահմեդականություն ընդունեցին կամովի, որպեսի չխառնվեն հանկարծ գլխացավանքին։ Հանկարծ նրանց մեկը չասի դուրս եկեք այստեղից գնացեք, չտեղանվեն 600,000 հայեր։ Այ Քաբուլովների մասին խոսելիս մի ախմախ դեբիլ գրել էր, սկի թուրքը սենց վատ բաներ չի ասում։ Ախր սա վատ բան չէ։ Սա սևն ու սպիտակն է ձեր մեջ, ես ցույց եմ տալիս, ասում եմ, տեսեք։ Սովետի ներքին գործերի մինիստրի տեղակալ, Սովետի ներքին գործերի մինիստրի տեղակալ Ստեփան Մամուլյան Թիֆլիսից։ Ես չգիտեմ մեկը լսել եք այս մարդու անունը, ճանաչում եք թե չէ։ Ես չգիտեմ մեր հայտնի Մամուլյան Ռուբենի հետ նայել էր այս կողմերի, չգիտեմ կապ ունեն թե չէ, բայց սա կարևոր էլ չի։ Ստեփան Մամուլյան Թիֆլիսից Սովետի ներքին գործերի մինիստրի տեղակալն էր։ Այս մարդը Ռաֆայել Սարգսյանի հետ միասին Ստեփան Մամուլյան եւ Ռաֆայել Սարգսյան, ուշադիր լսեք։ Ստեփան Մամուլյանը եւ Ռաֆայել Սարգսյանը Բերիայի եւ Ստալինի նախաձեռնած եւ այսպես հովանավորած հայկական մտավորականների ջարդերի գերագույն գլխավոր հովանավորներն էին։ Ստեփան Մամուլյանն ու Սարգսյանն էին առաջնորդում այսպես ճակերտավոր գնդակահարության տարվող հայ մտավորականներին ու գեներալներին, որոնցից շատերի գնդակահարության փաստաթղթերի տակ դրված էր Սանայինցի Անաստաս Միկոյանի ստորագրությունը, իսկ Ստեփան Մամուլյանի Սարգսյանի անձնական այսպես վերադաս հրամանատարը կրկին Թիֆլիսեցի հմայակ Քաբուլյաններ։ Սա խոսում եմ հայերի մասին, չեչենների մասին, ինգուշների մասին։ Հիմա որ չեչեններն ու ինգուշները պատմությունը կարդան, այ ժողովուրդ ջան, չեչեններն ու ինգուշները գիտեն, որ հմայակ Քաբուլյան անունով ինչ-որ մեկը կազմակերպել եւ դասավորել է չեչենների, ինգուշների, հայերի այսպես տեղահանումները եւ գնդակահարությունները։ Եվ դուք սրանից ոչ մի տեղ չեք փախչելու։ Սա հարևանի կամ նրա հետ կապ չունի, սա կապ ունի քո սեփական ժողովրդի տոհմածառը ճանաչելու հետ, այսինքն քո ծառի ճյուղերը երբ որ բարձրանում են, մեկը գնում է հարևանի բաղջիկը, տեսնում ես մի սիրուն պտուղ այդ տոհմածառի վրա, բայց պտուղը գնացել ու կախվել է Պարսկաստանի այգիներում։ Տեսնում ես մի հրաշալի պտուղ, այդ պտուղը գնացել կախվել է Օսմանյան կայսրության այգիներում։ Քո տոհմածառի պտուղները հայ գնացել էին, կախվել էին Մեքսիկայում, Հնդկաստանում, Սինգապուրում, իսկ Հայաստանում սեփական տան մեջ, սեփական տոհմածառի ամենաանառողջ պտուղները մնացել էին սեփական այգում։ Ինչի համար։ Հիմա սրա մասին խոսելուց չի նշանակում վատ բաներ ասել հայերին կամ փնովել, սա նշանակում է ցույց տալ մեր միջի լավը եւ վատը, որպեսզի կարողանանք այդ անտեր մնացածը, որ մտնում ենք դաշտը քախան անելու, մենք պիտի տարբերենք սերմն ու որոմը, որ կարողանանք քախան անել։ Ոչ մեկ հիմա գյուղացիները, որ մտնում են դաշտը քախան անելու, այդ մոլախոտին չեմ անում, ասենք մտնեն ասեն, «Էս ինչ էր, էս ոնց էր, էս ինչի էս» Քախան են անում, սովորական քախան։ Մոլախոտը հանում են, որպեսզի սերմը աճի։ Իսկ Հայաստանում սերմը չաճեց, որովհետև այդ մոլախոտը խեղդեց այդ սերմին։ Այդ սերմը ընկավ անապատի մեջ եւ դարձավ Մեքսիկայի ազգային ազատագրական պայքարի հերոս, սեփական տան մեջ դբրոցի պահակից ու ռազմագիտության դասատուից այն կողմ չանցավ։
Չանցավ սիրելի ժողովուրդ։ Այս անունները, բոլոր անունները, որ գտնում ենք, այս բոլորի մասին, որ խոսում ենք ամենատարբեր երկրներում ապրած, այս բոլոր մարդիկ այդ Իշքան էլ հողը պարարտ լիներ, չգիտեմ ինչ էլ լիներ, բայց սերմնացուն, դուք մի հատ հասկացեք, ինչ պոտենցիալ կար։ Այսինքն այնպես չի, չէ, որ մի հատ տաջիկի կամ կիրգիզի, այսպես ասենք, աուլներից հանենք, տանենք, դնենք Ամերիկա, պիտի այնտեղ դառնային ԱՄՆ պաշտպանության նախարար կամ փոխնախարար, ինչպես մեր Պոլիգնատոսյանը, եւ դրա համար մենք պիտի ասենք, դե Ամերիկա էր դարձավ, ոչ։ Այսինքն այդ սերմը պարարտություն ուներ, չէ, եւ տվեցին այդ հնարավորությունը, որ դարձավ։ Բայց եթե այդ պարարտությունը ուներ, ինչի համար Ամերիկայում դարձավ, Հայաստանում չդարձավ, որովհետեւ ոչ մեկը քախանանել չէր ուզում, որովհետեւ Քաբուլյաններ, Ստեփան Մամուլյաններ, Սարգսյաններ վեր էին կացել սեփական ժողովրդին խեղդում էին։ Հետո ինպես մեկը, որ հանկարծ խոսում էր այս մարդկանց մասին, ասում էին հոպ, սուս, պաթոսից խոս, ասա որ մենք ուժեղ ենք, ասա որ մենք լավն ենք, այո, այն ինչ որ արել է ժողովուրդը հանրային, համամարտկային արժեքներ, որ ստեղծել է, սա անգնահատել է եւ որևէ ազգ չի կարող ուրանալ։ Ռումինացի, բուլղարացի, լեհեր, չգիտեմ, մեքսիկացիներ, հնդկացիներ, չգիտեմ, ովքեր կպատմեն թե պատմի, իրենց պատմություններում խոսեն թե չեն խոսի, բայց սա անուրանալի է հայերի համամարտկային արժեքները, որոնք նրանք ստեղծել են ամենատարբեր երկրներում, որոնք թողել են այդ միջնադարյան Արցախի մելիքների տոհմերից մարդիկ, որ գաղթեցին Եվրոպա, նրանց 90%-ը դարձան եվրոպական քաղաքակրթության հիմնավոր սյուներ եւ էլ մշակույթ, էլ գիտություն, էլ չգիտեմ քիմիա, ֆիզիկա, աստրոֆիզիկա, էլ աստղագիտություն, չգիտեմ, ասենք Սպիրո Հարետ, չգիտեմ, Յան Յասկևիչ, այսպես անուններ, հա, Սպիրո Հարետ, ինչ պիտի ասեր այս անունը հայ հասարակությանը, ոչինչ չէր ասելու, ոչինչ չէր ասելու, եթե մեկը ինչպես ասենք չդներ այս մարդկանց պատմությունը բացեր, հերթով կարդար, ասեր, հələ մի արի տեսնենք այս Սպիրո Հարետն ով էր, ինչ Հարոցյանի մասին է խոսքը, ինչպես Հարոցյանը դարձավ Հարետ, ինչ արեց Ռումինիայում, ինչ արեցին հայերը Բուլղարիայում, ինչեր արեցին Լեհաստանի տնտեսության համար, Լեհաստանի այսօրվա տնտեսությունը, այսօրվա տնտեսությունը, ախր ոտքով, ձեռքով ու գլխով պարտական է գոնե երկու հայերի, որոնք ապրել են սրանից 2-300 տարի առաջ, բայց լեհերը դրա մասին չեն խոսի, որովհետև այդ մարդկանց անվան եւ ազգանվան մեջ ոչինչ հայերեն չի մնացել։ Իսկ երբ որ դու խոսում ես հայերի մասին, ամենաշատ քեզ դեմ են կանգնում հայերը։ Երբ որ դու փորձում ես խոսել հայ պոտենցիալի մասին, որ արել են ամենատարբեր երկրների համար, ամենաշատ քեզ դեմ են դուրս գալիս հայերը։ Այսպիսի երկրորդ ազգ ես չեմ ճանաչում, սիրելի ժողովուրդ։ Գնացեք Պարսիկին հարցրեք Ֆիրդուսին ով է։ Գնացեք վրացուն հարցրեք Սայաթ-Նովանով է։ Գնացեք ադրբեջանցուն հարցրեք Սայաթ-Նովանով է։ То ոչ մի բանից չգիտեմ, էլ Պելեն էլ ադրբեջանցի, էլ Մարադոնան էլ վրացի, էլ չգիտեմ ինչ, այս մարդիկ փորձում են ոչ մի բանից ինչ-որ բան ստանալ, հա, ցույց տալ ինչ-որ մի բան, ոչ մի բանից, ինչ Ադրբեջանի մասին էր խոսքը, սա Գյուլիստանի պայմանագրով մի տարածք էր, որ այսպես Պարսկաստանի մաս կազմելուց դարձավ սովետական միության կազմ։ Հետո դրան անուն դրվեց, հետո դարձրեցին Ադրբեջան, հետո բոլշևիկները սկսեցին օգտագործել այդ Ադրբեջանին, քաղաքացիական պատերազմը եռում էր այդ Ադրբեջանում, հայերը դոմինանտ էին Ադրբեջան, պատմական Ադրբեջան։ Ախր մարդ են խոսում են, հարևան են, հասկանում եք, հիմա սրանց ձեռը տվել են այդ ոնց որ ժամանակին 94-ին այդ մի հատ կամ երկու հատ տուզ են տվել են, էլ մենք ենք տվել։ Մենք այդ տզերը վերցեցինք, տվեցինք այդ մարդկանց ձեռ, ասեցինք դե հիմա այսպես մեծ լոճո ճոռոմ խոսացեք այն ժողովրդի դեմ, որի դեմ բացարձակ էլ չեչեններ, էլ ուկրաինացիներ, եթե այդ Արցախյան առաջին պատերազմը նայինք, ով ասես կար, ինչ ասես կար, ռուսական ավիացիա, ռուսական սպեցնազ, ադրբեջանական օմոն, ոչ զենք, ոչ զորք, ոչինչ չունեինք։ 91-92 թվականներին ոչինչ չունեինք, ոչ հաց, ոչ ջուր, ոչ հագուստ, ոչ բանակն էլ դեռ չունեինք կազմավորված։ Այդ ջոկատական կռիվներով, ջոկատների մակարդակներով, հա, չգիտեմ, միտեղ Մոնթեներ, միտեղ Լեոնիդներ, միտեղ Վլադներ, ասենք, այսպես կռիվներ տալով որևէ կուսակցական պատկանելություն, գոյություն չուներ, ոչ մեկ չէր ասում, ես դաշնակ եմ, ես հնչակ եմ, ես եմ, բոլորը միասին կռվում էին։ Արցախում 10, 11, 12 տարեկանից կռվում էին, բայց հիմա
Ինչ եմ ասում 94 թվականից վերև։ Այդ թույնը այնքան բերեցին, մեկ դրեցին այնտեղ, մեկ դրեցին այստեղ, մեկ դրեցին այնտեղ, մեկ դրեցին այստեղ։ Երևան Ստեփանակերտ, կես բաժակ, կես գրամ այնտեղ են թույն տալիս, կես գրամ այստեղ էին տալիս։ Երևան ու Ստեփանակերտը սկսեցին իրար մեջ արդեն ինչ-որ հարցեր լուծել 30 տարի։ Հետո երբ որ եկավ հասավ ընդհանուր բաժակի ժամանակը, ընդհանուր բաժակը խմեցին բոլորը եւ դրա մեջ մեղադրեցին դարձյալ իրար այս սարսափելի մեր համար, բայց հրաշալի օգտագործված քաղ տեխնոլոգիաների արդյունքում գամփրի եւ տուզիկի վարդապետությունը այս հասարակությանը բերեց ինտելեկտուալ թլպատվածության այն աստիճանի, որ մի ամբողջ գերագույն գլխավոր դարպաս հազարամյակներով հասկանում եք լենք թեմուրներ, պարսիկներ, չգիտեմ ինչեր չկարողացան, չմտան, դուրս չեկան։ 5 րոպեվա մեջ գրեցին, ստորագրեցին, տվեցին 200,000 ընդեղից վեր կացան, եկան ստեղ եւ ստացվում է, որ Երևանի կենտրոնում դիմադիրը պատրաստ է խժռել ընդդիմադիրը պատրաստ է խժռել դիմադիրին, այս նրանք երկուսն էլ այսպես քաղաքական խաղեր են տալիս, որովհետեւ ոչ մի բան չես հասկանում, նա ով այսօր դիմադիր է, վաղն հանկարծ ընդդիմադիր է, այդ ընդդիմադիրների մեջ տեսնում ես մարդիկ ասում են սա ինչ գործունիստ է, բացարձակ այսպես ամեն ինչ խառնել են իրար, պատրաստ են Երևանի կենտրոնում միմյանց գզել, բայց երբ որ բոլորը միասին պիտի կայնեին, ոնց որ 90-ականներին էին ասում մի տնից չենք, մի օրի ենք, հանկարծ կիսեցին երկու մասերի, մեկը տուզիկի վարդապետության հետևողներ, մյուսը գամփրի վարդապետության հետևողներ, որևէ քաղաքական անուն, ենթատեքստ չկա այս ասվածի հետևում, սա քաղաքական տեխնոլոգիաների դասական օրինակն է, ինչպես հասարակությանը, որը վախենում է տուզիկից, ավելի մեծ վախ տալ, 30 տարիներ այսպես վախեցնել, ինչպես վախցնել այդ հասարակությանը, որպեսզի տուզիկը դառնա դրախտային կենդանի, այսինքն եթե դու վախենում ես տուզիկից, բա ինչ կանեիր, եթե գամփրը հետ գար, այս հասարակությունը երբեք չի թողնելու գամփրի վերադարձ, եւ գամփրի վերադարձի վախի արդյունքում տուզիկը շարունակելու է ղեկավարել հասարակության թլպատված ինտելեկտը, թլպատված։ Կուզեք թե չեք ուզի, ինչպես արեցին, ոնց արեցին, սիրելի ժողովուրդ, այս ամեն ինչը եկավ մանկապարտեզի, դպրոցի եւ բուհի հիմնահատակ ավերվածության արդյունքում, հիմնահատակ սովետական այդ իներցիոն կրթական համակարգը, այդ պրոպագանդիստական համակարգը, ինֆորմացիոն, բաց եւ պրոպագանդիստական, պրոպագանդան շատ զորավոր բան է, սերիալներ, կինո, TV, թերթեր, հեռուստացույց, չգիտեմ, ռադիո, հիմա թերթեր չկան, ես հիմա չգիտեմ էլ թերթեր կան թե չէ, մեկ այդ փոստային բաժանմունքներ, որ մտնում եմ գրքերն արտասահման ուղարկել, թերթերը տեսնում, ասեմ, այ ժողովուրդ ջան, այս թերթերը կարդացող կա, իմ ով է թերթ կարդում, ես չեմ հիշում վերջ անգամ երբ եմ տեսել թերթը ձեռին ինչ-որ մեկին, բայց վերջերս Հյուսիսային պողոտայում քայլում ենք մի վերևից ներքև համարյա քայլեցինք այդպես մի հոգի երիտասարդ տղա երևի մի 30 տարեկան նստած գիրք էր կարդում սա եզակի դեպք սիրելի ժողովուրդ ֆրանսիական հասարակության մեջ եկեք նստեք Փարիզի մետրոպոլիտենը նստեք Փարիզի այդ քաղաքային տրանսպորտը Եթե 20 հոգի կան տրանսպորտի մեջ, 15 հոգին գիրք են կարդում։ Եթե մեկի ձեռքին հեռախոս կտեսնեք, 15 հոգին գիրք են կարդում, սիրելի ժողովուրդ։ Կարդում են մարդիկ, գիրք են կարդում, կարևոր ինչ են կարդում, գիրք են կարդում, լեզվամտածողություն, անալիտիկա են դաստիարակում։ Ես երբ որ երեխաներին առաջի անգամ տարա մանկապարտեզ, ես զարմացա, ասեցի, այ քեզ բան, հələ պատկերացրեք սովետի ժամանակ այսպես մանկապարտեզ լինել։ 3-4 տարեկան երեխային չեն ասում, գիտես ինչ, դու եկել ես մանկապարտեզ, որովհետև papan, maman գործի են, ժամը մինչև 5-6-ը կմնաս այստեղ, մենք սովետի ժամանակ այդպես էր։ Խավիարը կտանք, էսի կտանք, օ, սովետական խավիար, շատ հրաշալի։ Ջեմը, պովիդլոն, կտանք, նստի մինչև 5-ին 6-ին մաման կգանտու, մաման, papan կգանտուն, քեզ կտանեն։ Մանկապարտեզի իմաստը սա էր սովետի ժամանակ։ Հիմա չգիտեմ։ Իսկ
Ֆրանսիական հասարակությունը, որը 200 տարի առաջ ընդամենը սեփական պատուհանից միզում էր դուրս, հիմա մանկապարտեզում 3 տարեկանից սովորեցնում է անալիտիկ ունակություններ, ինչպես տարբերել սևը եւ սպիտակը։ Խոսքը դալտոնիզմի մասին չէ, խոսքը գույները տարբերելու մասին չէ, խոսքը կոնկրետ անալիտիկայի մասին է։ 1985 թվականին ԽՍՀՄ ինժեներական զորքերի հրամանատար նշանակվեց Սերգեյ Օհանյանը արմատներով Արցախից։ Ինչի համար եմ ես համեմատականները տանում, սիրելի ժողովուրդ, այդ դավաճանության գինը ասվածի վերջում ես կասեմ, ինչի մասին էր խոսքը։ ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալի կոչում տվեցին, իմիջիալոց սովետական միության փլուզումից հետո նոր ՌԴ արդեն Ռուսաստանի Դաշնությունը խոստովանեց, որ Սերգեյ Ագանովը հայ ազգի մարշալ է, այսպեսով մենք հիշում ենք, սովետի ժամանակ ինքնագոհ այսպես նկարներով մարշալ Բաղրամյան, մարշալ Բաբաջանյան, երկու մարշալ մի գյուղից, ադմիրալ Իսակով, Խամփերյանցի մասին բառ չկար, որովհետև Խուդյակովը սովետական միության դավաճան էր, այսպես ասած, Ագանովի մասին սկսեցին ՌԴ-ում խոսել արդեն 91-92 թվականներից վեր։ Ագանովը ԽՍՀՄ ինժեներական զորքերի հրամանատար նշանակվեց եւ մարշալի կոչում ստացավ, կարծեմ 85 թվականին արդեն։ 85 թվականին, երբ որ Ագանովը նշանակվեց ԽՍՀՄ ինժեներական զորքերի հրամանատար, ինժեներական զորքերի շտաբի պետ նշանակվեց Խորեն Ստեփան Խորենի Առաքելյանը Կիրովականից։ Ես սա խոսում եմ, արդեն գիտեք, որ սովետական միությունը արդեն փլուզվում է։ Ընդամենը 1-2 տարի հետո, արդեն սովետական միության, ասենք այդ Վախճանի, այսպես Նախաշեմին, սկսեցին արդեն էթնիկ բախումներ, այսպես այդ ամեն ինչը գիտեք, ընդամենը 2-3 տարի հետո Հայաստանում պատերազմ էր սկսվելու։ ԽՍՀՄ ինժեներական զորքերի հրամանատար, ԽՍՀՄ մարշալ Ագանով եւ ԽՍՀՄ ինժեներական զորքերի գլխավոր շտաբի պետ Ստեփան Խորենի Առաքելյանը Կիրովականից։ Այս երկու մարդիկ մահացան արդեն Արցախյան պատերազմից, գոնե առաջին պատերազմից հետո։ Ագանովը մահացավ 96 թվականին, երբ որ արդեն կոտորվել էր հայրենի Արցախի գրեթե կեսը։ Առաքելյանը մահացավ 2020 թվականի ուղիղ այն ժամանակ, երբ որ Հայաստանում կատաղի պատերազմ էր եւ մենք դեռ չգիտեինք ինչ էր սպասվում մեզ նոյեմբեր ամսին։ Հիմա այս ամեն ինչի մեջ, սիրելի ժողովուրդ, դավաճանության գինը, ես կրկնում եմ, պետք է գտնել ընդամենը մեկին, որի կերպարը ինչքան էլ որ դավաճանական լինի սրա արածը, ինչ դավաճանություն որ գնահատվի սրա արածը, պետք է գտնել մեկին, որի կերպարը պիտի դառնար ազգային ավանդական մոդելի չափանիշ։ Այստեղ աշխատեցին քաղտեխնոլոգիաները 30 տարի, որպեսզի կարողանան ստեղծել մի մոդել, որը ամեն ինչ անելուց հետո, ինչքան էլ դավաճանական, ասենք, կդիտվի սրա արածները, սա դառնում է քաղաքացիական ժողովրդական մոդել։ Այսինքն այդ դավաճանության գինը ժողովուրդը սկսում է ընդունել արդեն որպես շատ սովորական։ Այն ինչ որ մի ժամանակ համարվում էր դավաճանություն, արդեն չի համարվում դավաճանություն, համարվում է սովորական ճիշտ քայլեր, վաղվա, մյուսօրվա, մյուսօրվա։ Եվ սա եկավ այդ 30 տարիների ընթացքում, 30 տարիների ընթացքում։ Այդ դավաճանությունը, սիրելի ժողովուրդ, դավաճանությունը սկսվեց այն օրից, երբ որ մանկապարտեզում մեր երեխեքին ասեցին, որ պապան, մաման գործի են, ժամը 5-ին 6-ին կգան կտանեն։ Դավաճանությունը սկսվեց այն ժամանակ, երբ որ ԽՍՀՄ ինտերնացիոնալ, այսպես իներցիոն համակարգը եկավ մտավ արդեն անկախ Հայաստանի կրթական համակարգ։ Դավաճանությունը սկսվեց այն օրից, երբ որ ամենազորավոր պատերազմող երկրի ամենազորավոր, ամենահիմնավոր
Կարդական համակարգը անցավ կարիերիստների ձեռքերով 2 տարին մեկ, 3 տարին մեկ փոխելով սրան նրան, ով բացարձակ ոչ մի կապ չուներ կրթության հետ եւ մշակույթի հետ, եկան կրթության նախարարներ, մշակույթի նախարարներ, իշքան ռաբիզներ կան դարձան գուսաններ, գուսանները գնացին հետին պլաններ, ազգային ավանդական արժեքները իջեցվեցին զրոյական աստիճանի, ռաբիզները, սերիալները, չգիտեմ ինչերը, սեքսը, մեքսը բերեցին, բարձրեցին, հասցրեցին սովորական են աստիճանի, որ բաժակը լցվեց մի ամբողջ թույնով եւ նա ով պիտի աներ այսօրվա օրը եւ արեց 2020-ից ու մինչեւ հիմա անում է, խոսքը դրսի մասին է։ Բաժակով այսպես բերեց տվեց հայ հասարակության, ասեց ժամանակը եկել է սիրելի հայր, դուք պատրաստ եք, խմեք։ Հայրը խմեցին, մի քիչ որցկացին, մի քիչ փսխացին, բայց մարսեցին եւ դա դարձավ սովորական մի բան։ Սրանից հետո ավելի մեծ բաժակով արդեն կտան, բայց հայերը ֆեստիվալներով, փառատոններով, չգիտեմ, վազեն այստեղ, վազեն այնտեղ, գինու փառատոն, տոլմայի փառատոն, չգիտեմ, սրա փառատոն, նրա փառատոն, հարցնում ես, ասում ես, երրորդ երկիր, երրորդ աշկը հարցնի, ասի, այս սիրելի հայեր, ախր մի տարի, 2 տարի բան է անցել է։ Ախր դուք պատկերացնում եք, դուք ինչ եք կորցրել, ինչ մասշտաբների, ինչ եք տվել, ինչ մարտահրավերների առաջ եք կանգնած, բայց բացարձակ իջեցված է, ինտելեկտուալ մակարդակը իջեցված է, սիրելի ժողովուրդ։ Այ մեկ սերունդ առնվազն 2 սերունդ հետո ես ձեզ վստահաբար ասում եմ, որ ընտրություններ կեղծելու կամ չգիտեմ պարտադրանք կամ չգիտեմ ինչ չի լինելու, իմաստ չկա ընտրություններ կեղծելու, իմաստ չկա որևէ պարտադրանք, որևէ ասենք չգիտեմ ծեծով ջարդով ասենք այդ լցոնումներ ոնց որ այն ժամը իմաստ չկա, որովհետև հասարակությանը բերել են հասցրել են այն մակարդակի, որ հասարակությունը ինքը կգնա եւ կընտրի տուզիկի վարդապետությունը։ Երբ որ հարցնեն ասեն ինչու համար ես ընտրում ես վարդապետությունը, ինչ ես դավանում սա, կասի որովհետև մեջ գիզ գամփր կա կապած, ավելի լավ է տուզիկը, քան գամփրը։ Գամփրը հսկում է տուզիկին, տուզիկը շարունակում է գամփրի գործը։ Այսպես աշխատում են քաղ տեխնոլոգիաները, իսկ հասարակությունը կարծում է, թե իր կեսը դիմադիր է, կեսը ընդդիմադիր է։ Այստեղ չկան դեմ ու ընդդիմադիրներ, այստեղ կան քաղաքական խաղեր եւ կան մարդիկ, ովքեր տեղյակ էլ չեն, որ ընդդիմադիր լինելով հանդերձ սպասարկում են դիմադիրների շահերը։ Հիմա ինձ կասեն ինչի չես մտնում, որտեղ մտնեմ։ Ամեն երկրորդ, երրորդ մեկնաբանության մեջ ինչ էր գրել մեկը։ Ինֆորմացված ես, բայց տգետ ես։ Ախր ինֆորմացիայի խոսքը չէ, հարցը չի սիրելի ժողովուրդ։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ ինֆորմացիան ինքը որպես ասենք, չգիտեմ, գիտելիք, Google-ը մեզանից շատ ունի այդ ինֆորմացիան։ Google-ը շատ ինֆորմացիա ոչ մեկը չունի, բայց Google-ը ինտելեկտ չունի։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ ինֆորմացիայի շատությունը քեզ տալիս է սևը սպիտակից զանազանելու տարբերություն, Google-ին դա պետք չի։ Google-ը ընդհանրապես ինֆորմացիա է, գրեցիր այդ ինֆորմացիան բերեց։ Ինֆորմացիա, որ դու երբեք չես լսել ու դու չգիտես, ինքը բերում է այդ ինֆորմացիան։ Մի հատ էլ կասես թարգմանի 30 լեզուներով, մի անգամից կթարգմանի, բայց Google-ը ինտելեկտ չունի։ Այս ինֆորմացիայի շատությունը նրա համար է, որպեսզի դու կարողանաս հասկանալ, որ գոյություն չունի գամփր կամ տուզի, գոյություն ունի հասարակություն, որը կերտում է իր միջի գամփրին եւ որը իր միջի գամփրից հանում է նրա միջի տուզիկին եւ դնում է քաղաքական այն վերնախավերում։ Սա հասարակությունն է անում։ Սա անում են դրսի քաղ տեխնոլոգիաները, բայց սա անում են հասարակության ձեռքով, ինչպես հայը հայի դեմ օգտագործվում էր Ստալինի ու Բերիայի այդ քաղաքական տեխնոլոգիաների հրաշալի օգտագործվող այդ քաղաքական տեխնոլոգիաների արդյունքում։ Ասում են ինչի համար այդանք մտնենք դառնանք վատամարդ։ Մեն այնտեղ աղասի խանջան կա, թող կանգնի մայր աթոռի լուծարումներ պահանջում աղասի խանջանը։ Ստալինին ասում էր մայր աթոռը լուծարեք, աղասի խանջանը։ Ինչի համար մենք գնանք դառնանք վատամարդ, ինչի համար ռուսներ, վրացիներ, չգիտեմ ինչ էր, հայերը շատ հրաշալի կերպով այսպես կարողանում են իրենց հախից գալ, իրենց դեմն առնել եւ սրա այդ կուլմինացիոն կետը, երբ որ եկավ հասավ 90-ական թվականները եւ մարդիկ սկսեցին դավանել այդ ցավոտ, բայց հրաշալի այդ արտահայտությունը, մի տնից չենք, մի օրի ենք։ Երկրաշարժ էինք տեսել, հաց էինք կիսում իրար հետ,
այդ քարածուխի կամ չգիտեմ այդ փայտի բանի մոտ վառարանի մոտ հավաքվեն, ով մի հատ չգիտեմ ինչ փոքր էսպես մարդկոց ուներ, միտեղից գտներ բերեր հանկարծ մի հատ ֆուտբոլ նային, կանայք նստեին չգիտեմ իզաուրա նային, ինչ նային, եւ բոլորը միասին սպասեին ժամը 7-ին, որ տեսնեն Արցախից ինչ լուր կա։ Ով էր այն ժամանակ ասում Արցախ, Երևան, Հայաստան, չգիտեմ ինչ, Միջալոց Զորի Բալայանի շուրթերից դուրս եկավ Հայաստանցի, Արցախցի արտահայտությունը։ Այս քաղ տեխնոլոգիաների արդյունքում հպարտության փոխարեն գոռոզությունը դրեցին ժողովրդի մեջ 94 թվականից վեր, եւ որպեսզի այդ գոռոզությունը ժողովուրդը չտարբերի հպարտությունից, ինտելեկտուալ մակարդակը իջեցվեց մանկապարտեզի աստիճանից սկսված, մանկապարտեզի մակարդակից սկսված դպրոցի մակարդակ, հետո բուհ, եկան հասան արդեն չգիտեմ ինչ սովետի ժամանակ այդպես արտահայտություն կարա ներողություն է տարածան համար շիրպատրեբ էին ասում, այդ շիրպատրեբ այդ սերիալն է, որևէ մեկը չնեղանա սիրելի ժողովուրդ, այդ սերիալների մեջ, այդ դերասանների մեջ, այդ չգիտեմ գրողների մեջ, նկարիչների մեջ, չգիտեմ, հազարավոր մարդիկ կան, որոնք իմ ամենանեղ շրջապատի մեջ են մտնում, ընկերներ են, բարեկամներ են, հարազատներ են, մտերիմներ են, ոչ թե ինտերնետով, այլ անձնական, մտերիմ մարդիկ, ընկերներ, բայց որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ 91 թվականից վեր Հայաստանում կինո արվեստ կամ չգիտեմ գրարվեստ կամ չգիտեմ ինչ, գրողների միություն, իրար ծեծելով, իրար ջարդելով, դարձյալ կարիերիստների ձեռքերով, հասկանես ասում ես, այ մարդ, Խրուշովի ժամանակ մտավորականները ոնց կարողացան Խրուշովի հարցերը լուծել, ռուս մտավորականները առանց կրակոցի, բայց մտավորականության մակարդակն էլ իջեցվեց ժողովրդական արտիստի ու մեդալակիրների մակարդակի, մտավորականներին էլ բաժանեցին մեդալակիրի ու ոչ մեդալակիրի, մշակույթի գործիչներին բաժանեցին ժողովրդական եւ վաստակավոր արտիստների, լավ է որ վաստակավոր ես, բայց լավ կլիներ որ ժողովրդական լինես, դերասաներին իջեցրեցին սերիալի մակարդակի, սովետական միության դպրոցում բեմարվեստ ուսանած այդ թաթերագետներն ու մեծ բեմի արվեստները, ես հիմա մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ, ականջդ կանչիր Կարփ Խաչվանյան, կարող է քեզ էլ բերեն սերիալում դերասան դառնայր, որ նեղն ընկնեիր, փող չունենայիր։ Սոս Սարգսյանին բերեին սարքեին սերիալի դերասան, Խուրեն Աբրահամյանին դարձնեին սերիալի դերասան, նրանք ովքեր մնացել էին թատրոնից այդ վերջին մոհիկանները, որովհետև ոչինչ չունեին, ոչինչ չէին կարողանում վաստակել, սրանց տարան այդ էժան սերիալների մեջ դարձրեցին միմոս ախմախ կերպարներ։ Հետո երբ որ եկան քաղաքական ինչ-որ հարցեր, այս մարդիկ սկսեցին արդեն աչ ու ձախ պայել, մեկն ասեց ես Գամփռի կողմից եմ, մեկն ասեց ով ես Տուզիկի կողմից եմ, հասարակությունը կիսվեց ուղիղ երկու մասի։ Եվ այս երկու մասերը բացարձակ տեղյակ չլինելով դրանից լրացնում են միմյանց, սիրելի ժողովուրդ։ Այս ամեն ինչի արդյունքում կանգնած էր ինտելեկտուալ թլպատումը, գիրք չեն կարդում, որևէ մեկը գիրք չի կարդում։ Ես չեմ խոսում իմ գրքերի մասին, փառք Աստծո, այս գրքերը հիանալի, ինչ-որ անհասկանալի հաջողությամբ վաճառվում են։ Ես ոչ թե վաճառքի կամ նրա համար, որովհետև ես ծախսերնի մեջ են, ես սրա հնարավորությունները չունեմ, ես ուրախանում եմ նրա համար, որ այս ժողովուրդը առնում են։ Հիմա նվեր են տալիս, թե իրենք են կարդում, կարևոր չի, բայց մարդիկ աշխատում, բայց մարդիկ կարդում են։ Կարդան ու ճանաչեն սեփական պոտենցիալը, այն կինը, որ գրել էր ասում ես ու չես ասում ինչ պիտի անենք, ինչ պիտի անենք։ Բացատրում եմ, քանդել արդեն եղածը եւ կառուցել նորը։ Սիրելի ժողովուրդ, 9 հարկանի շենքը կառուցելը, եթե հողի վրա ոչինչ չկա, 0-ից շատ ավելի հեշտ է, քան 9 հարկանի շենք կառուցել 16 հարկանի փտած շենքի վրա։ Այսինքն, որպեսզի դու կարողանաս գոնե 9 էլ չէ, 3 հարկ, որպեսզի դու կարողանաս 3 հարկանի ինչ-որ մի բան կառուցել 16 հարկանի շենքի տեղում, դու պատկերացնում ես ապա մոնտաժման աշխատանքների ծավալը։ Զորոյական ֆունդամենտի վրա հավաքելը սա ուրիշ խնդիր է, բայց մենք չունենք դրա ժամանակը, որովհետև մենք չունենք զորոյական ֆունդամենտ։ Մեր մոտ ամեն ինչ արդեն կառուցված է այդ բարձրահարկների մակարդակի, մարդիկ այնքան գիտեն չես կարողանում, ամաչում ես, որ
ասում ես լավ կներեք էլի։ Ախր դուք այնքան տգետ եք, որ խելացի լինելն արդեն ամոթ է։ Ամոթ է արդեն, այս տգիտության մեջ մարդ ամաչում է, որ պիտի ինչ-որ մի խելացի բան ասի, որովհետև դու դառնում ես վտարանդի։ Եթե դու չես գնում գետի հոսանքով, եթե դու ուզում ես հետ լողալ այդ հոսանքին, դու դառնում ես հասարակական վտարանդի։ Ժողովուրդը լրիվ ուրիշ հայացքով են նայում, ասում են սով այս մարդը։ Մշակույթի քաղաքականության մեջ էլ կան աղանդներ։ Գետը լցված գնում են աղանդավորներ, մեկը սրա երկրպագունա, մեկը նրա երկրպագունա, մեկը սրա աղանդնա, մեկը հնի աղանդավորա, մեկը նորի աղանդավորա, եւ երբ որ այսքանի մեջ տեսնում են մեկը դիմացից լողալով հետ է գալիս, ասում են ու դու հիվանդ ես, այսինքն ինձ է։ Եվ ինպես կան փառք Աստծո մարդիկ կան, որ հետ են լողում հոսանքին, ասում են այ մարդ դուք ապուր չեք։ Ախր ինչ տարբերություն, եթե ծայրահեղության մասին է խոսքը, եթե դու լողալ չգիտես, սիրելի հասարակություն, ինչ տարբերություն դու այդ բակի լողավազանում կխեղդվես, թե Մարիանյան 11 կիլոմետրանոց իջվածքում, եթե լողալ չգիտես, ինչ ծայրահեղություն է։ Հնինն էլ է աղանդավոր, նորինն էլ է աղանդավոր։ Ինչ տարբերություն աչից ես վազում, թե ձախից ես վազում, եթե դու աղանդավոր ես։ Ինչ տարբերություն բերանք սիվայր կընկնես, թե գլուխն հետ կընկնես, եթե երկու դեպքում էլ գլուխը ջարդելու ես, վնասելու ես, ինչ տարբերություն։ Իսկ գետի հոսանքին հետ լողացողներին այս մարդիկ նայում են օտար աշկերով նայում են այլ մոլորակայինի պես, ասում են ես սովեր, ես այսօր ես գնում։ Այ հասարակության հետ այսպես են աշխատել այս 30 տարիների ընթացքում եւ 30 տարին անցնելուց հետո, երբ որ եկավ ժամանակը, երբ որ հասկացան, որ հասարակությունը պատրաստ է բաժակով 200 գրամանոց բաժակով թույնը ըմպել եւ ով չանել, տվեցին, ասեցին ժամանակն է, սիրելի հասարակություն, քեզ 30 տարի պատրաստել ենք այսօրվա համար, արխային խմիր։ Ժողովուրդը խմեց, Արցախը վերցեցին ու գնացին։ Եվ այն արցախցիները, որոնց ամեն երկրորդ տղամարդը ընտանիքից գնացել էր հայրենական պատերազմ, հայերը, որոնցից ամեն 5-րդ տնից մեկը գնացել է հայրենական պատերազմ, այդ հայերը դարձան արցախցի ու հայաստանցի, վիճեցին, բաժակով թույնը միասին խմեցին, մեղադրեցին իրար, այդ ընթացքում մավրն արեց իր գործը, վերկացավ եւ գնաց, իսկ Հայաստանում մնացին նորից քաղաքական ճամբարների դիմադիր եւ ընդդիմադիր խաղացողներ, բայց երբ որ պետք էր չլինել դաշնակ, չլինել հնչանք, չլինել կոմունիստ, ինչպես 90-ականներին, նույնիսկ կրկնեմ, հա, մի տնից չենք, մի օրի ենք Լուսահոգի Ստեփանյան Վարդանը, որին դուք գիտեք որպես դուշման Վարդան, ասում էր ախր ինչ կուսակցություն, ես ոչ դաշնակ եմ, ոչ հնչակ եմ, ոչ կոմունիստ եմ, ես իմ ժողովրդի զինվորն եմ։ Իսկ ժողովրդի զինվորները, որը անունով ճանաչեցինք, բայց նրանցից հազարներն էլ անհիշատակ անանուն գնացին, ես նրանց տեղը մենք չիմացանք, նույնիսկ նրանց ընտանիքներին չենք ճանաչում։ Այսքանը, սիրելի ժողովուրդ, ես խնդրում եմ նորից եմ խնդրում, թեև հատուկ այս շերտի համար, մասայի շերտի համար իմաստ չունի, ես խնդրել եմ, բայց նորից եմ խնդրում, հեռախոսը համար կա, բան ունեք ասելու, զանգեք, իմ նյարդերը երկար չեն դիմանա։ Իմ նյարդերը երկար չեմ դիմ, իմ արածը չգիտեմ ինչ չի, իմ արածի մեջ անուններ չկան, իմ արածի մեջ ձեր քաղաքական ոսկե հորթերին ու ոչ մեկ չի կպնում, ես անհատների հետ գործ չունեմ, ես ազգերի հետ գործ չունեմ, ոչ հակայ եմ, ոչ պռու եմ, ես ընդամենը խոսում եմ այս ժողովրդի գենետիկ պոտենցիալի մասին, խոսում եմ տոհմածառի մասին, որի լավագույն ճյուղերը կախվեցին օտար այգիներում, իսկ սեփական տանը, սեփական այգում կախվածների վրա պտուղը չորացավ։ Այս սրա մասին էր խոսքը, իսկ ինչ պետք է անել, սիրելի ժողովուրդ, 10 անգամ, 20 անգամ նույն հարցը տվողներ, գիրք պետք է կարդալ։ Լավ մնացեք, կհանդիպենք, շնորհակալ եմ, ցտեսություն։